Իրակնորյա ժամում դիտեք 2 տասնյակից ավելի կորուստ եւ նոր խայտառակ պարտություն ադրբեջանական արկածախնդրության շաբաթվա հանրագումարը։ Գրոհայիններից մեկը պայթել է ականի վրա, հետքերը մնացել են։ Այս անգամ դիվերսիայի ավելի մեծ կազմով հետևաբար ունեցանք պատերազմ 2 ժամով։ Արարատի ստորոտին մեդիա քննարկում ամենակարևորի մասին։ Թուրք լրագրողի հոդվածում ծայրից ծայր նրա զայրույթն է երևում, նա գրում է, որ ամաչում է նայել միջազգային իր գործընկերների աչքերին։ Ինչ տպավորություն ստացան լրագրողները Երևանյան հավաքից, ինչ իմացան նախագահի հետ հանդիպումից եւ ինչպես ստացվեց, որ նրանցից շատերը իրենց հոդվածները սկսեցին նույն նախադասությամբ՝ մի անգամ Արարատի ստորոտին։ Հայաստանն ու Եվրամիությունը սկսում են նոր էջից։ Մեկ շաբաթ տևած տարբեր ձևաչափերով քննարկումներից հետո վերջապես հստակ է դառնում Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների նոր մեկնարկը, այն միս ու արյուն կստանա առաջիկա Ռիգայի գագաթնաժողովին։ Ինչ է լինելու եւ երբ են կողմերը պայմանավորվելու ասոցացման նոր մոդելի հետևից։ Մի քանի տասնյակ եվրախորհրդարանականներ եւ ցեղասպանության համաեվրոպական բանաձև այս շաբաթ Երևանում։ Հայաստանում եվրոպական շաբաթը սկսվեց Եվրանեստի նիստով, բայց ամբողջ ամիսը նույնպես կարելի է անվանել հայ-եվրոպական։ Եվրանեստի բոլոր մանրամասները, բանաձևերն ու տարաձայնությունները, որ հայտնվեցին գլխագրերում ու դարձան խորհրդարանական headline։ Բաքուն կազմակերպում է եվրոպական խաղեր, սպորտային միջոցառումը դեռ չսկսված արդեն սկանդալների պատճառ է դարձել։ Արդեն մի քանի միջազգային կազմակերպություններ բոյկոտել են Բաքվի եվրոպական խաղերը, նրանք հայտարարել են, որ եվրոպական խաղերը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համար քաղաքական նախագիծ է, որի միջոցով միլիարդավոր դոլարներ են լվացվում։ Հայ մարզիկները պետք է որոշեն մեկնում են Ադրբեջան թե ոչ եւ արդյոք կուղղեն իրենց ջանքերը նոր հաղթանակների դեպի Եվրաբաքու։ Հայաստանում շոու բիզնեսի աստղերը սկսել են շոր կարել։ Նրանք արևմտյան շոու բիզնեսի աստղերի նման միլիոններ չեն վաստակում, բայց քաղաքային ճաշակ կարողանում են թելադրել։ Ովքեր են նոր կուտյուրյաները, որքանով են նոր զբաղմունքը բիզնես թե ուղղակի տուրք մոդային հանուն նորաձևության։ Աստղապորտը, Իրակնորյա ժամը, երեկոյան 8-ին։